Քրիստոսի կատարած գործը։ Իր մահվանից անմիջապես առաջ Քրիստոսը հռչակեց. կատարված է։ Հովհաննես 19:30 խոսքեր։ Այս համառոտ փաստարկը Քրիստոսի հաղթանակի հռչակումն էր։ Իր մահով նա կատարեց ամենը, ինչ մարդկությանն անհրաժեշտ էր փրկության համար։ Աստծո արդարության պահանջը մեր հանդեպ բավարարված էր, և նրա բարկությունը հանդարտված էր։ Աստված և արդար է, և չար մարդկանց արդարացնող։ Հռոմեացի 3:26։ Քրիստոսի խաչի վրա ողորմությունը և ճշմարտությունն իրար հանդիպեցին, արդարությունը և խաղաղությունը իրար համբուրեցին։ Սաղմոս 85:10։ Հիմա Քրիստոսի անձի և նրա կատարածի հանդեպ հավատքով մեզ հասանելի է ներումն ու արդարացումը։ Արդ մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես։ Հռոմեացիների 5:1-8-1 խոսքեր։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով»։ Գործք Առաքելոց 4:12-ում ասում է. «Եվ էլ ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի տակ մարդկանց տրված, որով կարելի լիներ մեզ փրկել»։ Ա Տիմոթեոս 2:5-ում ասում է. «Որովհետև մեկ Աստված կա, մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ, Քրիստոս Հիսուս մարդը»։ Մեր արձագանքը։ Հաշվի առնելով Աստծո կատարած գործը մեղավոր մարդկության փոխարեն, այժմ մենք պետք է ինքներս մեզ հարց ուղղենք. ինչպե՞ս արձագանքել նման մեծ փրկությունից օգտվելու համար, կամ ինչ պետք է անել փրկվելու համար։ Աստվածաշունչը մարդկանցից երկու բան է պահանջում՝ ապաշխարել մեղքերից և վստահել Հիսուս Քրիստոս անձին ու նրա կատարած գործին։ Մարկոս 1:15-ում ասում է. Հիսուս Քրիստոսն ասաց, թե ժամանակը կատարվել է և Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեք և հավատացեք ավետարանին։ Գործք Առաքելոց 20:21-ում Պողոս առաքյալը հրեաներին ու հույներին վկայություն տալով ապաշխարել դեպի Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսին հավատալ։